լինել։ Հիմա լիքը աղջիկներ կան, ուժեղ կանայք կան, թույն են, որ աշխատում են, իրանց վիզ են դնում, ամեն ինչ ստեղծում են իրանցով ու կարան ասեն, այդքան բան պետք է անեմ, որ հետս լինի, շատ ինձ պետք է, թող չլինի։ Երեխեք, կյանքը այդքան էլ հեշտ չի, ու այդ հեշտը չկա, ու կա կանացի եւ տղամարդու էներգիա, ու կինը ծնված չի նրա համար, որ ինքը լինի այդքան ուժեղ։ Ինքը ծնված չի դրա համար, երբ որ դուք շատ եք ձեր տղամարդկային էներգիան շատացնում, այդ ինձ ծանոթ բան է, եթե դուք ձերը շատ եք շատացնում, այսինքն դուք վիզ եք դնում, դուք մենակով ընդ արդեն տուն եք ձեր համար վարկով վերցրել, ավտո եք առել եւ այլ, այո, ձեզ տղամարդ պետք չի, բայց մենակ լինելը տխուր պատմություն է իրականում, ոչ թե նրա համար, որ դուք տենց կմնաք մենակ եւ սաղ կասեն դուք տունն եք մնացել եւ դուք չէ, вообще կյանքը նենց բան է, որ երեք ընկերներից մեկին էի ասում, որ կյանքը նենց բան է, որ ինքը այդքան է հեշտ բան չի ու ինքը հեշտ է, որ դու դեռ մինչև 30 ես, լավ կարող է 35 ես, բայց մի հատ տարիքից այդ կյանքի դարդը իջնում է քո վրա, կյանքի դարդը էտն է, որ ծնողներդ են մեծանում, հիվանդանում, ինչ որ մարդիկ են գնում հիվանդանոց, ինչ որ կորուստներ ես ունենում, արդեն բոլոր քո շրջապատի աղջիկները ամուսնանում են, ունեն երեխաներ, դու նույնիսկ ընկերուհի չես ունենում, որ չունի երեխա ու երեխաներով չի զբաղված, ու այդ ամեն ինչի մեջ եթե դու մնում ես մենակ, դու սկսում ես ընկնել դեպրեսիաների մեջ, այդ ամենը ինչքան էլ դու ունենաս տուն, 7 տեղ պուտեշեստվովից անես ունենաս մեքենա, քեզ չի երջանկացնելու, ու նորից եմ ասում, ստեղ խնդիրը մենակ չմնալու մեջ չի, ստեղ խնդիրը նրա մեջ է, որ երբ լինում է քո հետ ինչ-որ մեկը, ով անցնում է քո հետ այդ ճանապարհը, քեզ նախ այդ ճանապարհը անցնելն է շատ ավելի հեշտ, որովհետև դու ունես մարդ, ում վրա կարող ես հենվել, ում վրա կարող ես հույս դնել, եւ մենք բոլորս աղջիկներս ուզում ենք պայտակ լինենք, շատ թույլ, մենք ստեղծված չենք, որ լինենք այդքան ձիգ, այդքան ուժեղ, այդքան տղամարդ, այդքան հաղթանդամ եւ երբ մենք մեզ դնում ենք տենց Գուլիվերի տեղը, նենց հաստատվում, որ անպայման մի բան նիտո է գնում, որովհետեւ մեկ պահ գալի, երբ դու իրոք հոգնում ես, ուզում ես քեզ կին զգալ ու քեզ կօգնի կին եւ կանացի եւ թույլ զգալ մեն տղամարդը։ Իհարկե կան տղամարդիկ, ովքեր դա չեն ապահովի, բայց եթե ճիշտ անեք ձեր ընտրությունը, ամուսին ունենալը շատ լավ բան է եւ ինքը կարող է քեզ երջանկացնել, թևեր տալ, ուժ տալ։ Ես ժամանակին շատ ուժեղ մենակ աղջիկ եմ եղել, շատ ուժեղ մենակ աղջիկ եմ եղել, բայց հիմա ես անկեղծ եմ ասում, ես չեմ պատկերացնում էլ ինձ մենակ ուժեղ աղջիկա դերում, որովհետեւ գիտեք ինձ նենց է դուր գալիս, որ ես կարող եմ թույլ լինել։ Վերջին մի քանի տարին ես բացարձակ չեմ աշխատել, երեխա եմ ունեցել, գումար չեմ աշխատել, ու իմ ամուսինն է ինձ պահել, ինքը IT-ում է աշխատում։ Ինձ դուր է եկել այդ, հասկանում եք, ինձ դուր է գալիս, որ ես կարամ պրոստը տունը նստեմ, երեխեքին պահեմ, սենց ինչ-որ պոդքասթ նկարեմ, գիրք գրեմ, նոր պրոյեկտներ մտածեմ եւ այլն, որովհետեւ այդտեղ ես ինձ ավելի իմ կանացի էներգիայի մեջ եմ զգում, ավելի համերաշխ ինքս իմ հետ, ավելի ներդաշնակ եմ զգում, ու հիմա իմ կյանքում մի հատ նենց փուլ ու էտապ է սկսվել, երբ ես արդեն հասկանում եմ, որ գումարել եմ աշխատում ու մի օր այդ գումարը կարող է լավ շատանա, որովհետեւ արդեն ավելի շատ է, քան ես աշխատանքի գնալով էի աշխատում, ու այդ ամենը նրա շնորհիվ է, որ ես ինձ թույլ տվեցի լինեմ կին, լինեմ թույլ ու հույսս դնեմ իմ ամուսնու վրա, հասկանամ, որ ես մենակ չեմ всё-таки այս կյանքում։ Դրա համար ինձ թվում է, գիտեք, մի քիչ շատ է պրոպագանդա նրա վերաբերյալ, որ այ կանայք հիմա շատ են ուժեղացել, կանայք հիմա շատ ուժեղ են եւ աղվել են աշխատում, ինչի՞ս է պետք երեխա ունենամ, ես ինքս կունենամ կպահեմ կամ մարդը ինչի՞ս է պետք կամ երեխան ինչի՞ս է պետք եւ այլն եւ այլն։ Երեխեք դուք էլ գիտեք, որ պետք է։ Դուք գիտեք, որ պետք է։ Ուրիշ բան, որ չի ստացվում ու մենք մեզ սկսում ենք համոզել, որ պետք չի, բայց մենք գիտենք, որ պետք է։
ու հենց կնոջ համար հիմա էլի կարող է շատերին դուր չգա։ Շատերին կարող է թվալ, որ շատ հետամնաց բաներ եմ խոսում, կասեք, հա ինքը ունեցել է իր երկու երեխուն, նստել է, հա պայման երեխա ունենալ, բայց տղամարդ չկա ամուսնանան կամ ասենք մարդս չի ստացվում եւ այլն եւ այլն։ Երեխեք ինձ թվում է չի ստացվում, որովհետեւ ինչ որ սխալ պատկերացումներ, սխալ դոգմաներ, սխալ արժեհամակարգ, սխալ պատկերացումներ կա մեր մեջ։ Մենք կամ մեր տանն ենք տրավմա տեսել ու մտածում ենք, հո ամուսնությունը սենց տեսք ունի։ Իմ տեսած ամուսնությունը իմ ծնողների շատ տրավմատիկ ա եղել, բայց չեմ հանձնվել ես միշտ իմ մեջ իմ գլխում իմացել եմ, որ ես կգտնեմ այդ տղամարդուն։ Այդ տղամարդու ձեր կրիտերիաները անընդհատ վերանայեք, անընդհատ նստեք, մտածեք եւ գրեք, պատկերացրեք այդ տղամարդուն, թե ինքը ինչ ձևի է։ Ուժեղ լինելը օրինակ միայն գումարով չի որոշվում, դες չի որ պետք է շատ հարուստ լինի, որ ուժեղ լինի։ No։ Ուժեղը տղամարդկային ուժը այդ բոլորի կարծիքի վրա թքած ունենալն է։ Տղամարդկային ինքը գիտի ինքը ինչա, ով է, ինչ է ինձ ներկայացնում, ինքը ունի նպատակներ, ինքը աշխատում է, իրան չեն պահում, ինքը հուսալի մարդ է, հուսալի տղամարդ է, ձեզ երբեք չի խափի, չի խափում, վստահելի մարդ է, միշտ կարող եք իրան վստահել, այն տղամարդն է, ումից եթե չստացվի, եթե բաժանվեք, ինքը ձեր երեխաների համար պատասխանատվություն կվերցնի եւ կպահի ձեր երեխաներին։ Այսինքն դուք ընտրում եք պապա ձեր ապագա երեխաների համար, ստեղ շատ կարևոր է այդ կրիտերիաները, որ դուք տեսնեք, որ ինքը իսկական տղամարդ է։ Իսկական տղամարդը իմ համար օրինակ այն չի, որ ինքը սողորը իրան sense ջիմում, ասենք, մուսկուլա լցնում, տղեկեց ստենդը նստած նարգիլե է ծխում, իր նախկին ընկերու մասին ինչ ասես ասում է, բոլորին մեղադրում է շուրջը, որ իր անհաջողությունների մեջ բացի իրանից, ընտանիքի փողերն է մսխում եւ այլ միլիոնավոր կատեգորիաներ կա, ես հիմա չեմ ուզում այդտեղ նորից մտնեմ, բայց ուժեղ տղամարդը դա հատկությունների խումբ է, ու նստեք գրեք, թե ձեզ ինչ հատկություններ է պետք տղամարդու մեջ։ Օրինակ ինձ պետք էր, որ ինտելեկտով իմ տղամարդը ինձ ձգի։ Այն առումով, որ ես շատ եմ սիրում կարդամ, ուսումնասիրեմ, խորանամ, թե հոգևորի մեջ, թե հոգևոր գրականություններ, թե էզոտերիկաներ են ժամանակ կարդում, յոգաների մեջ էի խորացած, միջև եկա հասա աստվածաշունչներ եմ կարդում ու չգիտեմ ինչ սուրբ մարդկանց ճառեր եմ կարդում, վերջացրած մոտիվացիոն գրականությունով ու հոգեբանություններով, որ հոգեբանությունն եմ սովորել մի քանի ամիս ուղղակի տենց կուրս եմ արել, վերջացրած բիզնեսներով, բիզնես գաղափարներով, միլիոնատերներով, ինչ ասես լսում ու կարդում եմ, ինչ ձևի ֆիլմ ասես սիրում եմ նայեմ, ինչ ձևի համերգ ասես սիրում եմ գնամ, ու ինձ պետք էր, որ իմ տղամարդը այդ ամեն ինչը իմ հետ կարողանա կիսի։ Ես ուշ դրան եկա 25-ի արդեն ես նոր sense իմ մեջ ձևավորվեց, որ ես ուզում եմ ինձ հետաքրքիր լինի խոսամ իմ տղամարդու հետ, ինձ հետաքրքիր լինի իրան լսեմ, ինքն էլ ինձ լսի։ Ինչ եմ ուզում ասել։ Ձեր տղամարդու կաչիստվաների մասին շատ մտածեք, շատ գրեք եւ շատ կարեւոր է կողակից ունենալը մի տեղ ռոպագանդաների, որ մենակ էլա լավ, մենակ լավ չի, իրոք մենակ լավ չի, հա եթե չստացվի դարել եք 50 տարեկան ու չեք ամուսնացել, օքեյ, բայց այն երջանկությունը, որը տալիս է սիրած մարդու հետ ամուսնությունը, ես կարծում եմ, որ մնացած ոչ մի բան չի տա, ոչ ձեր մեքենան, որը դուք քշում եք, ոչ ձեր մենակով վերցրած տունը կտա, ձեր ուժեղ լինելը ոչ մի բանի պետք չի, ձեր ուժը պետք է, որ դուք բալիկներ մեծացնեք, որովհետև մենակ այդ սխրանքը ինչա, չգիտեմ, էլի այդ աշխատանքը անելով կհասկանաք ձեր կյանքի իմաստը ինչն է, թե դուք ինչքան ավելին եք, քան դուք կարծում եք, թե ինչ եկին լինելը, ձեր պոտենցիալները ամբողջ կբացվեն եւ ինձ թվում է կնոջ համար շատ տխուր կլինի առանց գալու թե ինչ է կյանքը, առանց քո մեջ բալիկ մեծացնելու ու իրան լույս աշխարհ բերելու ու հետո պահելու, իրան սիրելու, այդ սերը զգալու, որ քո բալիկը գալիս է քեզ գրկում, ասում ես քեզ կարոտել եմ կամ ես քեզ սիրում եմ, այդ ամեն ինչը առանց զգալու, ուղղակի թողել գնալ այս աշխարհից, ինչ որ տուֆտա ուժի, տան, մեքենայի, երկրների հետևից վազել։ Այդ սա ֆեյք է, այդ չկա։
կան էմոցիաները, իսկ էմոցիան տալիս են ձեզ կնոջը, տալիս են երեխաները ու սիրած մարդը։ Եկա հասա լրիվ ուրիշ տեղ, բայց ինձ թվում է, որ աղջիկներ հերիքա լինեք ուժեղ, հերիքա մենակով աշխարհի փողերը աշխատեք, հերիքա մենակով հույսները տնեք ձեր վրա, մի քիչ թուլացեք ու գտեք նենց տղամարդ, որ ձեզ այսինքն կվերցնի, կդնի այստեղ, ասենց կբռնի ու կպահի։ Ու դուք կզգաք, որ դուք կին եք վերջի վերջո, ոչ թե Գուլիվերը։ Այդքանը, սիրում եմ ձեզ, բայ։